Շարունակում ենք Սուրբ գրքի ընթերցանություն եւ փոքրիկ մեկնաբանություններ կատարում Մատթեոսի ավետարանի 3-րդ գլուխն ենք հասել։ Այն օրերին Հովհաննես Մկրտիչը գալիս է քարոզելու Հրեաստանի անապատում եւ ասում. «Ապաշխարեցեք, որովհետեւ երկնքի արքայությունը մոտեցել է»։ Ղուկաս ավետարանիչը հստակ նշում է որոշ տվյալներ Տիբերիոս Կայսեր օրոք եւ պատմաբանները կարողանում են եզրակացնել դրանից մոտավոր ժամանակահատվածը այս գործողությունների եւ Մատթեոս ավետարանիչը նշում է Հովհաննես Մկրտիչ անունով կերպարի մասին, որը քարոզում էր Հրեաստանի անապատում։ Եվ ասում է Հովհաննես Մկրտիչը ապաշխարեցեք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է։ Որոշ գիտնականներ ասում են, որ այս խոսքերը, այս գործողությունները տեղի ունենում հոբելյանական տարում, իսկ հոբելյանական տարին 5 տակարանից մենք գիտենք, որ 50-րդ տարին էր, Քավության մեծ շրջան էր համարվում, նրանք ովքեր որ կալվածքներ էին կորցրել, վերադարձում էին այդ կալվածները իրենց, այսինքն բոլորը գտնվում էին վերականգնման մի փուլի մեջ, պետք է չցանեին, չհնձեին, ուտեին այն, ինչ որ բնությունը իրենց կմատուցեր առանց որևէ բան մշակել, այսինքն հողնել էր հանգստանում եւ նրանք ովքեր որ իրենց հայրական կալվածքները կորցրել էին, պարտավորվում էին դրանք վերադարձնել ձեռքբերողները իրենց օրինական տերերին, որպեսզի ժառանգությունը չկորի Իսրայելի մեջ։ Եվ որոշ մասնագետներ ասում են, որ այս տարին համաձայն որոշ հաշվարկների Քրիստոսից հետո 26 թվականն են նշում, համապատասխանում էր հոբելյանական այդ 50-րդ տարվան, երբ որ ընդհանուր ազատագրման այս միտքն էր պտտվում Իսրայելում, կրոնական մեծ ակնկալիքներ կար եւ մանավանդ հռոմեական կայսրության լծի ներքո մեծ ակնկալություն կար, որ այդ ազատագրման տարում գուցեև Մեսիան Քրիստոսը պետք է գա։ Եվ այս ընդհանուր մթնոլորտում հաճախ մարդիկ Հովհաննես Մկրտչին էին վերաբերվում որպես այն խոստացված Մեսիային, մենք կտեսնենք հետո, որ Հովհաննես Մկրտիչը իրեն հեռացնում է այդ գաղափարից եւ թույլ չի տալիս, որպեսզի ժողովրդի մոտ տպավորվի այդ միտքը, թե նա է Մեսիան կամ նա է Քրիստոսը։ Ապաշխարել բառը երկու տարողություն ունի, մեկը գալիս է հունարեն ընկալումներից, ավետարանը գրվել էր հունարենով, բայց մշակութային հատվածը եւս պետք է չանտեսել, հրեական միջավայրում է այդ միտքը արտահայտվում եւ հրեական միջավայրում ապաշխարել բառին ավելի հատուկ էր դարձի գալ, դառնալ իմաստը։ Ուրեմն ապաշխարություն կամ ապաշխարել բառի մեջ այսօր մենք ընկալում ենք երկու հիմնական շերտեր։ Առաջինը դարձի գալու հանգամանքը, դառնալ, վերադառնալ, եւ երկրորդը, որ հունարեն, հունական մտքի զարգացման, այսպես նաեւ արդյունք է, որ ունենք ավետարանի վրա շեշտադրված, դա մտքի փոփոխությունն է։ Որն ապաշխարել մի կողմից ընկալվում է որպես մտքի փոփոխություն, խելքի գալ, եւ մյուս կողմից ավելի տեղական հրեական ընկալումների համաձայն վերադարձ։ Պատահական չէ, որ մենք հայոց լեզվի մեջ էլ դարձի գալ արտահայտությունն ենք կիրառում, որը գալիս է նաև այս կոնտեքստից։ Ուրեմն ապաշխարել կամ ապաշխարող մարդը այն մարդն է, որը գիտակցում է, որ սխալ ճանապարհով է շարժվում եւ այդ սխալ ճանապարհից վերադառնում է ճիշտ ճանապարհին, կամ գիտակցում է, խելքի է գալիս,
եւ իր միտքը փոխում է, ինչն էլ նպաստում է, որպեսզի գործողությունները փոխվեն։ Մտքի փոփոխությունը բերում է կյանքի փոփոխության։ Եվ Հովհաննես Մկրտիչը կոչ է անում մարդկանց, իրեն մոտ եկողներին, որ ապաշխարեն, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է։ Երկնքի արքայությունը ասելով հրեաները հասկանում էին Աստուծո թագավորությունը։ Եվ մարգարեություններ կային, եւ նրանք էլ ակնկալում էին դրանց իրականացումը իրենց ժամանակ, որ Աստուծո թագավորությունը պիտի հաստատվի Իսրայելի վրա եւ Աստված պիտի սկսի կառավարել, իշխել իր Մեսիա թագավորի կամ Մեսիա արքայի միջոցով։ Եվ Ավետարանը շարունակում է. սա է այն մարդը, նկատի ունի Հովհաննես Մկրտիչին, որի մասին Եսայի մարգարեի բերանով ասվեց. անապատում կանչողի ձայնն է, պատրաստեցեք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցեք նրա շավիղները։ Հին աշխարհում, երբ որ թագավորները պիտի տեղից տեղ շարժվեին, այնպես էր պահանջվում, որ նախապես արքայի ճանապարհը պետք է պատրաստեին, որ ճանապարհով նա պետք է ընթանար։ Եվ ծառաները գնում էին, մացառները սկսում էին կտրել, բացում էին ճանապարհը, որպես թագավորը կարողանա անցնել անխոչնդոտ։ Եվ այստեղ այս մարգարեությունը, որ ասում եմ, նկատի ունի Աստծո թագավորության հաստատման, այսինքն Տիրոջ գալուստի ակնկալիքը եւ մեկին տվյալ պարագայում Հովհաննես Մկրտչին, որը Եղիայի հոգով է շարժվում, որը գալիս է Տիրոջ ճանապարհը հարթելու, այսինքն նախապատրաստելու Քրիստոսի գալուստը, նախապատրաստելու Տիրոջ գալուստը այս երկրում նաև իր գործողությունները կատարելու համար։ Եվ ինքը Հովհաննեսը ուխտի մազից զգեստ ուներ եւ կաշվե գոտի իր մեջքին, իսկ նրա կերակուրն էր մորեղ ու վայրի մեղր։ Հովհաննես Մկրտչի զգեստներն ու սնունդը նկարագրում է Մատթեոս ավետարանիչը եւ մենք տեսնում ենք նրա զգեստների արտաքին այսպես իր կերպարի մեջ ուխտավորի կերպար, միայնակյացի կերպար, որը հեռացել էր քաղաքային այդ բնակություններից եւ չէր սերմանում, չէր հնձում, այլ ուտում էր այն, ինչ որ բնությունը իրեն տալիս էր։ Նրա զգեստները չափավոր զգեստներ են նկարագրում, խստակրոն մարդու զգեստներ են նկարագրում, որը որ հատուկ էր այդ օրերի բարեպաշտ մարդկանց եւ մասնավորապես հեսեական խմբավորման, որոնք որ ավելի խստակրոն էին եւ փորձում էին հնարավորինս պահել օրենքները, միևնույն ժամանակ հեսեական այս համակարգը ընդունված չէր Իսրայելում, համարվում էին աղանդ, որովհետև որոշակի ծայրահեղությունների նաև գնում էին։ Հստակ չէ Հովհաննես Մկրտիչը պատկանել է այդ համայնքին, թե ոչ, բայց իր կենցաղվարությունը, իր արտաքին տեսքը, իր չափավորությունը սնունդի մեջ որոշակի այսպես ակնարկներ տալիս են դրա մասին, թեև վերջնական իմաստով դժվար է ասել, արդյոք նա եղել է այդ միաբանության անդամ, թե ոչ։ Բայց այն, որ Հովհաննես Մկրտչի եւ արտաքին կերպարը եւ նաեւ նրա ապրելակերպը տարբեր էր այդ օրվա ընդհանրական կենցաղից, դա հստակ է։ Նա ուտում էր վայրի մեղր եւ սնվում էր մորեխներով։ Այն ժամանակ նրա մոտ էին գնում բոլոր երուսաղեմացիները, ամբողջ Հրեաստանն ու Հորդանանի շրջակայքի ժողովուրդը, եւ մկրտվում էին նրանից Հորդանան գետում
եւ խոստովանում էին իրենց մեղքերը։ Մկրտվելու փորձառությունը Իսրայելում կար։ Նորություն չէր։ 5 տականը բազում դրվագներ ունի, որտեղ որ ցույց է տալիս տարատեսակ լվացումներ, տարատեսակ սրբագործումներ, երբ որ մարդիկ որոշակի մեղքերի մեջ էին ընկնում, դրանցից դուրս գալու տեսանելի նաև արտաքին կաղապար էր համարվում լվացումը։ Դրա համար հրեական միջավայրում բավական հաճախ էր նման լվացումներ կատարում եւ նրանց համար խորտ չէր։ Կար մեկ այլ փորձառություն նման լվացումների, որը ավելի հատուկ է այս դրվագին, մկրտվել իմաստով, որ խորասուզվում էին ամբողջ մարմնով ջրի մեջ, դա հատուկ էր, երբ որ հեթանոսությունից որևէ մեկը դարձի էր գալիս դեպի հրեության, դարձի էր գալիս եւ ընդունում էր 5 տականի Տեր Աստծուն որպես Աստված եւ մտնում էր 5 տականի օրենքի մեջ, այդպիսի մարդուն վերջնական հանգրվանում մկրտում էին, որով որ ցույց էին տալիս նրա ամբողջական ներգրավվածությունը հրեական համայնքին։ Տարօրինակ է, որ Հովհաննես Մկրտիչը հրավիրում է մկրտության, ապաշխարության մկրտության եւ զանազանություն չի դնում հեթանոսների եւ հրեաների միջեւ։ Մի տեսակ ասում է, որ հրեաները, որոնք որ իրենց կարծում էին արդեն փրկված, որովհետեւ այդպիսի մտայնություն ունեին, իրենց կոչում էին Աբրահամի որդիներ եւ միայն այն, որ իրենք Աբրահամի զավակներ են, Աբրահամի սերունդ են, դա համարում էին որպես արդարություն իրենց համար եւ ընկալում կար, որ Իսրայելը արդեն փրկված է։ Բայց Հովհաննես Մկրտիչը կոտրում է այս գաղափարը եւ նրանց եւս անցկացնում է հեթանոսների այդ դեպի հրեություն անցում կատարելու այդ ծեսի միջով, մկրտում է ապաշխարության մկրտությամբ, տարբերություն չդնելով նրանց մեջ։ Մի տեսակ ասելով, որ դուք դեռ պետք է վերադառնաք ձեր ճշմարիտ հայրերի Տեր Աստծուն, որպեսզի կարողանաք ընդունել Քրիստոսին։ Եվ նա տեսնելով սադուկեցիներից ու փարիսեցիներից շատերին, որոնք եկել էին իր մկրտությանը, ասաց նրանց. «Իժերի ծնունդներ, ով ձեզ սովորեցրեց փախչել վերահաս բարկությունից»։ Տեսնում ենք երկու խմբավորումներ, փարիսեցիներ եւ սադուկեցիներ։ Սրանք հիմնական հակառակորդները պիտի դառնան Տեր Հիսուսի գործին, եւ այս սադուկեցիներն ու փարիսեցիները իրար հակադիր հայացքներ ունեցող խմբավորումներ էին կրոնական։ Փարիսեցիները հիմնականում շեշտը դնում էին ավանդությունների պահպանման վրա եւ փորձում էին իրենց առօրյա կյանքում հնարավորինս ամբողջական պահել օրենքը։ Դրա համար ջանք չէին խնայում եւ փորձում էին տարատեսակ իրավիճակային հարցերի տալ կոնկրետ պատասխաններ, որպեսզի հրյա որևէ մարդ որևէ իրավիճակում կարողանա կողմնորոշվել, թե ինչպես պետք է վերաբերվի այս կամ այն հարցին, որպեսզի օրենքը չխախտի։ Եվ սա այլ իր հերթին բերում էր բազում այսպես ավանդությունների ձևավորման, որոնք որ ինչ որ իմաստով նաև հեռացնում էին օրենքից, օրենքի ոգուց։ Եվ մենք կտեսնենք հետագայում նաև, որ ավետարանում Տեր Հիսուս հաճախ բախվում է այս իրականության հետ, օրենքի ոգին պահելու պատճառով հակադրության մեջ է մտնում օրենքի տառը պահողների հետ, փարիսեցիների հետ։ Սադուկեցիները մեկ այլ հոսանք էին, որոնք որ քահանայապետների հետ ավելի սերտաճած էին եւ ավելի համագործակցում էին նաև հռոմեական կայսրության հետ, իսկ հռոմեական կայսրությունը գրավել էր Պաղեստինը, Երուսաղեմը եւ օտար լուծ էր, իսկ սադուկեցիները համագործակցում էին նրանց հետ եւ գլխավոր առանձնահատկությունը նրանց այն էր, որ 5 տականի մասով չէին ընդունում Հնգամատյանից բացի մնացած գրքերը։ Հնգամատյանը դա Մովսես մարգարեի գրած 5 գրքերն են, 5 տականի առաջին, դրանք էին միայն ընդունում, Թորա կոչվածը, իսկ մնացածը համարում էին ոչ
պարտադիր ընդունելության համար։ Եվ ուրեմն Հովհաննես Մկրտիչը նրանց ասում է իժերի ծնունդներ, որովհետև ըստ երևույթին զգացել էին ընդհանուր տրամադրությունները եւ կարծում էին, թե Մեսիան պիտի գա, իսկ Մեսիայի գալու համար անհրաժեշտ էին համարում, որպեսզի իրենք որոշակի մաքրագործման ճանապարհ անցնեն, բայց անկեղծ սրտով չէին մոտենում Հովհաննես Մկրտչին, ապաշխարության մկրտությանը, եւ Հովհաննեսը նրանց ասում է իժերի ծնունդներ, ով սովորեցրեց ձեզ փախչել վերահաս վարկությունից։ Եվ տալիս է ուղղություն, այսուհետև ապաշխարության արժանի գործեր կատարեք։ Եվ մի հավակնեք ասել դուք ձեզ, թե Աբրահամը մեր հայրն է, ասում եմ ձեզ, որ Աստված կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել, որովհետև կացին նահածառի արմատին է դրված։ Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, կտրվում եւ կրակն է գցվում։ Հին աշխարհում, երբ որ մեկին ասում, մեր օրերում էլ հավանաբար այդպես է, երբ որ մեկին ասում են օծ կամ իժ, վիրավորական է հնչում։ Նույն ձև վիրավորական էր հնչում առաջին դարում։ Առավել եւս վիրավորական էր հնչում, երբ որ ասում էին իժի ծնունդ, որովհետև ընկալում կար, որ օծերի որոշ տեսակներ, երբ որ ծնվում են, իրենք պատռում էին իբրև թե իրենց մոր որովայնը եւ մոր սպանության գնով էին լույս աշխարհ գալիս։ Եվ դրա համար, երբ որ ասում է իժի ծնունդ, իժերի ծնունդներ, բավական կոպիտ արտահայտություն է թույլ տալիս իրեն ժամանակի համար Հովհաննես Մկրտիչը եւ մարդկանց իրապես խոցող արտահայտություն է դա լինում։ Կոպիտ, եթե ասենք, մի տեսակ ասում էր հայրասպաններ, մայրասպաններ, սադուկեցիներին եւ փարիսեցիներին, որոնք որ եկել էին եւ կարծում էին, թե արտաքին կաղապարները պահպանելով կարող են խուսափել ներքին փոփոխություններից։ Եվ Հովհաննես Մկրտիչը ասում է, որ պետք է ներքին փոփոխությունները մղիչ ուժ դառնան արտաքին կաղապարների, արտաքին ձևերի համար եւ ոչ թե հակառակը։ Դրա համար ասում է ապաշխարության արժանի գործեր կատարեցեք։ Մեր օրերում, սիրելիներ, երբ որ նայում ենք, հաճախ մենք էլ տեսնում ենք, որ մեր իրականության մեջ հաճախ այս արտաքին կաղապարները ծիսականության եւ հոգեվոր ներքին ապրումները իրար հակասության մեջ են գտնվում։ Եվ մենք պետք է մեր ծիսական կյանքը, մեր աղոթական կյանքը նայենք նաեւ այս լույսի ներքո։ Չլինի թե միայն արտաքին կաղապարներին հետևենք, դրա տակ բովանդակությունը չճանաչենք։ Կլինի մոմավառություն, կլինի աղոթք, մանավանդ մեր օրերին շատ գայթակղիչ է լինում մեր աղոթական կյանքը ցույց տալ, նկարվել, Instagram-յան, Facebook-յան, չգիտեմ, այսպես աղոթական վիճակի մեջ մեզ նկարեն, դնենք, ցույց տանք։ Սա արտաքին կաղապարներ են, որոնք որ եթե գալիս են բովանդակությունը հեռացնում են մեր իրականությունից, մենք ոչ մի օգուտ չունենք այդ աղոթքից, այդ մոմավառությունից, որովհետև մեր սիրտը չի փոխվում։ Մենք ուզում ենք այդ լուսանկարի մեջ գեղեցիկ երևալ, արտաքին աչքի առջև թվալ արդար, բայց մեր ներսը չի փոխվում։ Եվ դրա համար Հովհաննես Մկրտիչը նաև մեզ է այսօր ասում, որ ապաշխարության արժանի գործեր կատարեցեք։ Ինչպես որ ասացի նախկինում, ապաշխարություն նշանակում է նախ մտքի փոփոխություն, մտքի փոփոխությունը մղում է, որպեսզի կատարենք գործողություններ դարձի գալու, այսինքն մեր սխալ ճանապարհից դառնալու ուղղությամբ։ Եթե մտքի փոփոխությունը, ներքին փոփոխությունները չկան, մենք կամք չենք դրսևորելու, որպեսզի մեր ճանապարհը, շեղված ճանապարհը ուղղենք եւ ճիշտ ուղով ընթանանք։ Հաջորդ պատկերը, որ կարևոր է, Հովհաննես Մկրտիչը ասում է՝ մի հավակնեք ձեզ ասել, թե Աբրահամը ձեր հայրն է, ինչպես ասացի, ընկալում կար, որ Աբրահամի զավակներ լինելը արդեն իսկ
պատճառ է իրենց փրկության, ինչպես նաև մեր օրերին։ Ցավալիորեն հայոց կյանքը եւ հрьяաների կյանքը բավական նման են իրար մեղքի տեսանկյունից։ Մենք էլ չէ, հաճախ ասում ենք առաջին քրիստոնյա ազգն ենք եւ այս միտքը ասելով ընկալում ենք, թե արդեն իսկ Աստծուն հաճելի ենք։ Բայց ինչպես Հովհաննես Մկրտիչը նրանց էր ասում իսրայելացիներին, մի հավակնեք այդպես ձեզ արդար համարել միայն այն պատճառով, որ Աբրահամի զավակներն եք, որովհետև Աստված կարող է ասում այս քարերից էլ Աբրահամի զավակներ դուրս բերել, եւ եկեղեցու հայրերը ասում են, որ այդպես էլ եղավ, հեթանոսները դարձան Աբրահամի զավակներ եւ մենք էլ Քրիստոսով է, որ դարձանք հավատքի հոր զավակ, այնպես էլ այսօր Հովհաննես Մկրտչի ոգին մեզ հուշում է, որ մեր քրիստոնեական կյանքում չկարծենք, թե առաջին քրիստոնյա ազգն ենք եւ դրանով իսկ արժանի ենք Աստծո ողորմությանը, այլ ինչպես որ ասում է, ապաշխարության պտուղներ պետք է տալ։ Մեր կոչմանը հավատարիմ պետք է լինել։ Եթե մենք մեզ հավակնում ենք կոչել Աստուծո միածին որդու անդրանիկ ժողովուրդ, առաջին քրիստոնյա ազգ, ուրեմն պետք է այդ առաջին քրիստոնյա ազգից պահանջվող համապատասխան վարքը դրսևորենք։ Երբ որ նայում ենք մեր ժողովրդի կյանքին, ցավոք սրտի հաճախ որևէ աղերս չկա քրիստոնեության ոգու եւ մեր ապրելակերպի միջև։ Դա համար մեզ մտածելու տեղ է տալիս Հովհաննես Մկրտիչը նաեւ այսօր։ Ինչու ասում է այդպես պետք է անել, որովհետեւ կացին նահա ծառի արմատին է դրված։ 5 տականում հաճախ մարգարեները Իսրայելի մասին խոսում էին իբրև ծառեր։ Եվ կացինը ահա ծառի արմատին է դրված ասելով Հովհաննես Մկրտիչը նկատի ունի, որ դատաստանի օրը վրա է հասնելու Իսրայելի համար։ Եվ շարունակության մեջ ասում է ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, այսինքն ապաշխարության պտուղներ, եթե փոխադրենք մարդկային կյանք, այդ ծառը, որ թե բարի պտուղ չի տալիս, կտրվում է եւ կրակն է գցվում։ Որը որ բարի պտուղ տա, նրան պիտի ձեռք չտան։ Եվ շարունակում է ասելով. ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարության համար, բայց ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, եւ ես արժանի չեմ հանելու նրա կոշիկները, նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով եւ հրով։ Նա, որի քամհարը իր ձեռքում է, եւ կմաքրի իր կալը, ցորենը կհավաքի իր շտեմարանում եւ հարդը կայրի անշեջ կրակով։ Հովհաննես Մկրտիչը բերում է ծառայի օրինակ։ Ասում է, որ ինքը մկրտում է ջրով ապաշխարության համար, բայց իրենից հետո պիտի գա մեկը, որ ավելի հզոր է եւ ինքը արժանի չէ նրա ոտքի կոշիկները նույնիսկ հանելու։ Կոշիկ հանելու այս պատկերը ցույց է տալիս, որ ինքը իրեն համեմատում է ծառայի հետ։ Ծառանն էր տիրոջ կոշիկները հանում եւ ասում է, որ նույնիսկ այդ ծառայի կարգավիճակին արժանի չէ նրա առաջ, ով պիտի գա, այսինքն Քրիստոսի առաջ։ Եվ ասում է նրա քամհարը իր ձեռքում է։ Քամհարը մեր այսօրվա կյանքում մեզ այդքան հայտնի չէ, բայց առաջին դարի իրենց լսողների համար շատ պատկերավոր հայտնի բան էր եւ լսողները ամիջապես հասկանում էին, թե ինչի մասին է խոսքը։ Երբ որ ցորենը հավաքում են, որպեսզի հարդը ցորենից առանձնացնեին, քամուն էին տալիս, քամհար էր կոչվում այդ process-ը, համապատասխան ժամին օրվա, երբ որ ծովից արդեն օդային հոսանքները գալիս էին, ցորենը իրենց հարդով օդին էին տալիս, ինչը որ ծանր էր ընկնում էր, ինչը որ թեթև էր, քամին քշում էր, տանում էր։ Եվ Հովհաննես Մկրտիչը այդ օրինակն է բերում,
ասելով, որ Քրիստոսի գալուստը, Աստծո արքայության գալուստը բերելու է այդպիսի պրոցեսների։ Քամին պետք է փորձի ինչ-որ իմաստով մեզ, ովքեր որ արժեք ունեն իրենց մեջ, ծանր են, պիտի մնան, ովքեր որ քշվեցին։ Եվ ասում է ցորենը կհավաքի իր շտեմարաններում, հարդը կայրի անշեջ կրակով։ Այս քարոզության ընթացքում կամ դրանից հետո ավետարանիչն ասում է, որ Հիսուս Գալիլեայից Հորդանան եկավ, Հովանեսի մոտ, նրանից մկրտվելու։ Իսկ Հովանեսն ընդդիմացավ նրան ու ասաց. «Ինձ պետք է, որ քեզնից մկրտվեմ եւ դու ինձ մոտ ես գալիս»։ Քիչ առաջ Հովանես Մկրտիչը խոսում էր Սուրբ Հոգով մկրտության, կրակով մկրտության մասին, որ ասում էր արժանի չեմ նրան կոշիկները իսկ հանելու, եւ ահա գալիս է այն մեկը, որի մասին ինքը այդպես բարձր խոսել էր, եւ գալիս է այդպիսի խոնարհության մեջ է մտնում եւ ուզում է մկրտվել Հովանեսի ապաշխարության մկրտությամբ։ Այստեղ Տեր Հիսուս ցույց է տալիս, որ ինքը իրեն չի զատում, չի առանձնացնում Իսրայելի ժողովրդից։ Չի ասում, այ ես արդար եմ, դուք մեղավոր եք, գնացեք մկրտվեք ապաշխարության մկրտության մեջ մտեք, իսկ ես արդար եմ եւ վերջ։ Այլ մտնում է այդ ընդհանուր փոփոխման, ընդհանուր փոխակերպման տրամաբանության մեջ։ Եվ Հովանես Մկրտչին ասում է. «Թույլ տուր հիմա, որովհետև այսպես վայել է, որ մենք կատարենք Աստծո ամեն արդարություն»։ Տեր Հիսուս ասում է, որ Աստծո արդարությունն այն է, որ ինքը ամբողջությամբ խոնարհվի, ամբողջությամբ մտնի մարդկային ցեղի պատմության մեջ, ամբողջությամբ օրենքը ստանձնի իր վրա, օրենքի մեջ մտնի կատարյալ կերպով եւ այդ օրենքի մեջ կատարյալ կերպ մտնելով հանդերձ նոր կատարի իրենից հասանելիք փրկագործական տնօրենությունը։ Եվ Հովանես Մկրտիչը թույլ է տալիս եւ մկրտում է Տեր Հիսուսին։ Եվ ապա նրան թույլ տվեց, եւ երբ Հիսուս մկրտվեց, իսկույն ջրից դուրս ելավ եւ ահա երկինքը բացվեց նրան, եւ նա տեսավ Աստծո հոգին, որ իջնում էր ինչպես աղավնի եւ գալիս էր իր վրա։ Եվ ահա մի ձայն երկնքից, որ ասում էր. «Դա է իմ սիրելի որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը»։ Այստեղ Մատթեոս ավետարանիչը ասում է, որ ձայն եկավ երկնքից, որ ասում էր. «Դա է իմ սիրելի որդին»։ Դա է ասելով, մեկնիշները նկատի ունեն, որ այդ ձայնը լսվեց նաև Հովանես Մկրտչին, որպեսզի ինքը վերահաստատվի իր ընկալումների մեջ, որ ահա Աստծո խոստացված փրկիչն է, որ գալիս է Հիսուսի անձի մեջ։ Իսկ Ղուկասի ավետարանում հնչում է միտքն այնպես, կարծես թե Հիսուսին է ամրացնում, ասում է դու ես իմ սիրելի որդին, որ ունես իմ ամբողջ բարեհաճությունը։ Եվ ահա ավարտվեց երրորդ գլուխը։ Մենք այս վերջին դրվագում նաև տեսնում ենք Սուրբ Երրորդության հայտնությունը, որտեղ երևում է Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու ներկայությունը, այսպիսի դրվագներ ավետարանում մի քանի տեղ տեսնելու ենք, որտեղ որ ամբողջական այսպես հայտնություն է տեղի ունենում Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու, Սուրբ Երրորդության եւ նրանց կատարյալ միության։ Եվ այսպես ավարտեցինք Մատթեոսի ավետարանի երրորդ գլուխը։ Հաջորդ անգամ կխոսենք արդեն անապատի փորձության մասին, երբ որ Տերը մկրտությունից հետո կտարվի անապատ եւ այնտեղ սատանայից կփորձվի։